Նադաներյան, շնորհակալ եմ բարեկարգավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց ինչպես ասում են, օրը բացվում է, օրը սկսվում է հերթական իրադարձություններով։ Վաղ առավոտյան իրավապահները Նարեկ Կարապետյանի տուն էին մտել, խուզարկություններ են իրականացրել, ոչինչ չեն գտել, փորը փոշման, ինչպես ասում են, դուրս են եկել։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, այս իրավական բեսպրեդերը, որ Հայաստանում տիրում է եւ ոչ միայն իրավական, համեցեք։ Բնականաբար, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, այո, ասու ամեն օր, ամեն առավոտ, հենց արթնանում ենք, մենք լսում ենք, թե ում են ասֆալտին փռել, ում տանն է խուզարկություն իրականացվել, ում են ձերբակալել, ում են տանում կալանքի, ամբողջ հայաստանյան իրականությունը հեղեղված է նման իրավիճակներով։ Ես ուղղակի մեկ հարց, ասենց ուղղակի հռետորական հարց հնչեցնեմ, թե ընտրություններին հաղթանակ, բացարձակ հաղթանակ տարած Չակեշներով վարչապետը ինչով է մտահոգված, որ պարբերաբար ընկած է ընդդիմության տները, խուզարկություններ է կատարում, ուզում է ինչ որ կասկածելի բան հայտնաբերել, որպեսզի կարողանա այս անձանց եւս տապալել եւ ինչպես ինքն էր հայտնում բոմժ դարձնել, խոստացել է, որ բոմժ է դարձնելու, խնդրեմ Կակիկ Ծառուկյանի նախադեպը իհարկե բոմժ չի դարձել, բայց փորձում է հետապնդում է նման իրավիճակների հասցնել, տեսնում եք ինչ է կատարվում, նրա ունեցվածքի հետ ինչ է տեղի ունենում եւ այլն, այնուհանդերձ սա ահավոր մեծ բռնություն է մարդու քաղաքացու նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իր չարաշահելով, իմ կարծիքով չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները եւ փորձում է մարդկանց վրա բռնանալ, ճնշումներ գործադրել եւ վերածել բռնապետության։ Բնականաբար վերջինի կողմից կազմակերպված չարամտորեն այլ երկրների հետ կազմակերպված հեղափոխություն կոչվածը հանգեցնում է բռնապետության եւ մեր երկրի կործանմանը։ Եվ այն առաջադեմ մարդիկ, ովքեր փորձում են վտանգը կանխել, նա փորձում է այսպիսի հարցերով նրանց ճնշել։ Այո, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի արարքում ներկապահին արկա են ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ։ Սա մեկ։ Եվ այս ֆոնին կուզենայի ավելացնել վերջինի տիկնոջ Աննա Հակոբյանի 1-2 օր առաջ ի հայտ եկած շատ զավեշտի վերածված արտահայտությունը, թե ինքը զգում է, որ իր նկատմամբ իր կյանքի սպառնալիքներ են, առաջ եկել, եւ սա շեշտում է այն բանից հետո, թե ինքը փորձել է բարձրաձայնել եւ բարձրաձայնելու է, այսպես ասած, ընտանեկան բռնությունների թեման եւ իր կյանքին իր զգալով կյանքի վտանգ է սպառնում։ Սա իմ գնահատմամբ պարզապես պրիմիտիվ գավառական աբսուրդ է, նոր շոու սկսելու սցենար, PR տեխնոլոգիաները օգտագործելու միջոցով այլ հնարքների դիմելով ժողովրդի ուշադրությունը գրավել եւ կարծում եմ, որ այս ամենի հետևում կա այլ նպատակ, քանի որ ներկա պայմաններում այնպիսի աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում, թե բանակում տեղի ունեցած սպանությունները, թե այս խուզարկություններն ու կալանավորումները ըստ երևույթին սովորության համաձայն փորձում են ինչ-որ կերպ շեղել մարդկանց ուշադրությունը, սակայն սա ընդամենը կարող է տևել 1-2 րոպե, 1-2 ժամ, բայց ոչ ավելին։ Աննա Հակոբյանը որոշել է խոցելի խավին օգտագործել, նրանց առաջնային բնազդի վրա ազդելու էժան պրիմիտիվ խաղեր խաղալ եւ նախաձեռնել է այսպիսի գործողություններ։ Ինչն է այստեղ ամենաէականը, ըստ իս։ Ամենաէականն այն է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կայծակնային արագությամբ ընթացք է տվել այս ամենին եւ սկսել են այս հրապարակումները ուսումնասիրել, քննարկել, նայել, թե ինչու՞մն է բանը, որ Աննա Հակոբյանը իր կյանքին նկատմամբ վտանգ է զգում։ Ուշադրություն եմ ուզում դարձնել հետեւյալ բառի վրա, որ տիկին ասում է վտանգ եմ զգում, ոչ թե վտանգ կա, ակնհայտ սպառնալիքներ կան, այլ ասում է վտանգ եմ զգում։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ զգացած վտանգը, այդ զգացմունքը ինչ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ կարող է լինել, կամ գլխավոր դատախազի համար քննարկման այդ ինչ մի թեմա կարող է լինել, որ սկսել են այդ հրապարակումը ուսումնասիրել։ Աննա Վարդապետյան, դու վաղ բռնող ես, հա? Ես գիտեի, որ քո ղեկավարած հիմնարկում ինչ ասես կարա լինի, ինչով ասես կարա զբաղվեք, հանցագործություններ թաքցնեք, մարդասպանություններ պարտակեք, բայց որ Աննա Վարդապետյան դու կարա վաղ բռնեիր, ես դա չգիտեի։ Փաստորեն տիկին Հակոբյանը ինքը վախի զգացողություն ունի, սպառնալիքի զգացում ունի
ու այդ զգացումը վերացնելու համար դիմելա ցես։ Հիմա Աննա Հակոբյան ուզում եմ հասկանամ, վատ երազ է տեսել, վախի զգացում ունի, ինչ որ տագնապային հարցակում կա իր վրա, հուզական ինչ-որ էմոցիոնալ հարցակում կա իր վրա, վախի զգացում ունի, ինչ է նշանակում վախի զգացում, հոգեբույժի կարիք ունի, հոգեթերապևտի կարիք ունի, ինչ կապ ունի այս ամեն ինչը գլխավոր դատախազության հետ, ես սա եմ ուզում հասկանամ, այսինքն, եթե մարդը ունի վախի զգացում, պիտի գլխավոր դատախազին դիմի, հա, սա աբսուրդ է ուղղակի, եւ Աննա Վարդապետյանն էլ այս հանցավոր իրականության մեջ, երբ հանցագործություններով հեղեղված է, հա, երկիրը իրար են ուտում, հանցագործները հելել արդեն չգիտեմ ինչերի են անցել, Աննա Վարդապետյանն ուսումնասիրում է այդ զգացումը ինչից կարող է առաջացած լինել։ Սա է ամբողջ խնդիրը ու շատ ծիծաղելի է։ Ըստ երևույթին ֆոն են ուզում ստեղծել կամ կարծում եմ, որ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների թեման արծարծելով Աննա Հակոբյանը կարող է ինչ-որ միգուցե նոր հիմնադրամ է ուզում ստեղծել Իմ քայլը հիմնադրամի արկածախնդրությունները կոչելու համար, միգուցե ուզում է ինչ-որ ուշադրություն գրավել, հրավիրում է կայացած եւ ուժեղ կանանց ուշադրությունը, նախաճաշերից ու ճաշերից պրծավ, խոշոր բիզնեսով զբաղվող կանանց հետ համագործակցելուց, հիմա էլ անցել է այս կանանց միջոցով ինչ-որ PR-ներ անելու գործընթացին։ Երբ երկու ամսով կալանավորել են Արեգնաս Մանուկյանին ու սարսափելի պայմաններում են պահում, բարեգույն իմաստով խոշտանգում եւ ֆիզիկապես եւ հոգեպես զրկելով իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից։ Երբ իր ամուսինը մետրոյում հարձակվեց Արցախցի վրա, որը իր որդու անչափահաս որդու հետ էր, երբ նույն ամուսինը նախընտրական քարոզարշավի ժամանակ Արաբկիրում հարձակվեց Ամանի մանկաբարձի վրա, սպառնալիքներ հնչեցրեց, անցավ որոշ ժամանակ պարզվեց, որ մանկաբարձին հեռացրել են աշխատանքից։ Այո, ցավալիորեն այս բոլոր թվարկվածն ի թիվս այլնի, Աննա Հակոբյանի ուշադրությունը երբևէ չսևեռվեց այս ամենի վրա, թե ինչպես կարող է պետական ապարատի ներկայացուցիչը, կոնկրետ պետության ներկայացուցիչի իր ամուսինը, չհայկեշներով, որովհետև իրենք ամուսիններ չեն ըստ էության, կարող էր նման քայլերով բռնություն կիրառել այս անձանց նկատմամբ եւ որևէ ցայն ծպտուն Աննա Հակոբյանից դուրս չեկավ։ Պարզ է, չէ՞ որ իրենց կողմից թույլ տրված, պետության կողմից թույլ տրված բռնությունները բռնություններ չեն, ըստ իրենց դրանք օրենքի սահմաններում են, սակայն ներկապահին բոլորը գիտեն, թե ինչպես է բռնաբարված սահմանադրությունը, ինչպես է բռնաբարված քրեական դատավարության օրենսգիրքը իրենց իսկ ձեռամբ։ Եվ ամենահատկանշականն է նա, որ այս համատեքստում բանակում տեղի ունեցող բռնությունների նկատմամբ որևէ մեկի ցայն ու ծպտուն դուրս չի գալիս։ Վերջերս ընդամենը Նարեկ Թորոսյան տվյալներով զինվորի նկատմամբ ինչ բռնություն էր կատարվել բանակում, ծեծի ենթարկելով հասցրել էին ինքնասպանության, եւ Աննա Հակոբյանից ոչ մի ծպտուն դուրս չեկավ։ Իսկ բանակի բռնությունների մասին ով է մտածելու։ Թե բանակի տղաները ընդամենը պատի տակից գտած հավի ճտեր էին, բերել էին բանակ ինչ եղավ չեղավ։ Այս ամենը համադրելով Աննա Հակոբյանի այս էժան խաղի հետ հանգեցնում է այն հետևություններին, թե այս երկու անձինք ինչպես կարող են խաղալ մի ամբողջ պետության ճակատագրի հետ, մի ամբողջ պետություն կործանելով եւ այդ նույն ճանապարհով իրենց իսկ դրած ոտնահետքերով շարժվելով փորձում են ամբողջովին կործանել այս պետությունը։ Ի սկզբանե հնչեցնում էր, որ Մեհրիբանայի հետ թեյ խմելու Շուշիում, այնուհետև գնաց Էռատո Չոկատի հետ միասին մասնակցեց Արցախի փրկությանը չակեշներով, կրթությունը նորացավ էր, այս PR-ով էր զբաղված, տարբեր իրավիճակներ ստեղծեց եւ այդ ամենի մեջ մնաց միայն այն այս ամբողջ շոուները, իրենց գլոբալ իմաստով շոուներ էին իհարկե, բայց միակ բանը, որ կատարվեց նրա այդ հայտարարություններից, Մեհրիբանան Շուշիում թեյ խմեց, բայց ոչ իր հետ, Ալիևի հետ, իր ամուսնու հետ թեյ խմեց։ Հիմա Աննա Հակոբյանի այս վարչապետի տիկնոջ բարձրագույն ստատուսը միտքն է ընկել ու այս ամեն ինչի համատեքստում հայտնում է, թե վարկաբեկիչ կլինի, եթե վարչապետի տիկնոջ նկատմամբ բռնություն կիրառվի։ Եվ կոչ է արել կին, հատկապես կին քննիչներին, ոստիկաններին, նկարիչներին, քանդակագործներին, իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին, որպեսզի թույլ չտան, հա, որ իր նկատմամբ տեղի ունենա
բռնություն եւ կոչ է անում բռնության ենթարկված կանանց, ընտանեկան բռնության ենթարկված կանանց լինել համարձակ, չխուսափել բարձրաձայնելու այս իրենց հետ կատարվածը, տեսանյութեր հրապարակել, այնուհանդերձ հայտնում է նաեւ, որ ամենավատը արդեն մեզ հետ պատահել է, ըստ վերջինի խոսքերի։ Ուզում եմ հասկանալ, թե ինչն է ստիպել վերջինին, կարելի է տարբեր ենթատեքստերով վարկածներ, հա, մտածել, պահիտակ մտածում եմ, թե իսկ կարող է Աննա Հակոբյանը ինքնա ենթադրյալ բռնության ենթարկվում իր ամուսնու կողմից։ Հնարավոր է, ինչպես եղավ, որ ինքը հանկարծ այս պահին հիշեց այդ ամեն ինչը, գիտեք ինչի հետ եմ համեմատում։ Ամիսներ առաջ կարծես թե ամուսնալուծվել էին, կարծես թե բաժանվում էր, կներեք այս բարիս համար վեշերը կապել, փող չեն կապել, նստել էր եւ բաներ անում, հանձնում էր պետության իր հակուսները, իր ստացած նվերները, թիկնապահներից էր հրաժարվում, չունևոր եւ տանջամա եղած կնոջ կերպարով էր հանդես գալիս, որպես նահատակ էր հանդես գալիս չակերտներով, թե տեսեք ինքը ինչ օրի է հասել, ինքը բաժանվում է Նիկոլից եւ այլն, գնում է Վարշավա ապրելու, ու հետո Գյումրու սրճարանային դրվագին հանդիպեցինք, որ նա վերադարձել էր եւ նախընտրական քարոզարշավին էր մասնակցում։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին ուզում եմ հասկանամ, թե կարող է պատահի ուզում է էլի բաժանվել Նիկոլի կողմից ենթադրյալ բռնության է ենթարկվում։ Կարող է պատահի իրենց մոտ ինչ-որ մի բան ընչի ու հանկարծ որոշեն մեկը մյուսին կներեք բարիս համար փուրը տալ։ Կարող է եկել հասել են պահը, որ հիմա իրանք են իրար նկատմամբ բռնության տեսարաններ ստեղծելու ու ի ցույց աշխարհի դնելու։ Անհասկանալի կերպար է, քանի որ Աննա Հակոբյանը իր ամուսնու հետ նախաձեռնած այս չարամիտ գործընթացների շրջանակներում, բնականաբար մարդ ինչ ասես կարա մտածի, եւ ամենաեականն է նա, որ այո կանանց նկատմամբ պետական մակարդակով կիրառված բռնությունների առաջ Աննա Հակոբյանը աչք է փակում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ընթացքում նաև բռնության ենթարկվեց եկեղեցին։ Աննա Հակոբյանի դուր էր գալիս իհարկե, որովհետև ըստ էության Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան ժողովրդի համար նույն վարչապետն են իրենք։ Երկուսի գործողություններն էլ նույն անձի թելադրանքով, նույն նպատակներին ուղղված գործողություններ են։ Բռնություն էր կիրառվում նաև եկեղեցու նկատմամբ։ Առավել եւս վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր ճեպազրույցներից մեկի ժամանակ, որ ինքը չի ճանաչում Գարեգին Փ-ին որպես կաթողիկոս, իսկ մոտ ժամանակներս, մասնավորապես Կիրակի օրը, ԱԺ նիստ է տեղի ունենալու եւ ինչպես գիտեք, Անդրանիկ նիստը պետք է անպայման ընթանա կաթողիկոսի օրհնություններով։ Հիմա, քանի որ դատարան է ուղարկվել կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների հարցը, եւ վարույթ է ընդունվել տատականիստ կա նշանակված, եթե չեմ սխալվում, Նիկոլն էլ չի ճանաչում, հա, կաթողիկոսին, ով է իշ Անդրանիկ այս նիստի ժամանակ իր օրհնությունը տալու, բնականաբար թույլ չի տա Նիկոլև, չի ճանաչում կաթողիկոսին, հետեւաբար կաթողիկոսը չի կարող օրհնել, եւ ես կարծում եմ, որ միգուցե սա շատ ավելի լավ է, որ ինքը թույլ չի տա, որ կաթողիկոսը օրհնի, որովհետեւ թրկահաճո ժողովը իրոք հարից չի կաթողիկոսին, որ ինքը օրհնությունը իրականացնի, որովհետև հավաքված ամբողը, նկատի ունեմ իմ քայլականներին, արժանի չեն կաթողիկոսի օրհնությանը։ Բնականաբար կարգալույց եղած եպիսկոպոսներից որևէ մեկին, ում առավելությունը տալիս է Նիկոլը, դրանցից մեկը պիտի կա եւ կարգալույց եղած եպիսկոպոսը պիտի օրհնի, հա, իր այդ վիճակում, կարգալույց եղած վիճակում պետքա օրհնի, հա, այդ ժողովը։ Շատ ծիծաղելի է, շատ խնդալու իրավիճակ է, արդեն իսկ առաջին օրվանից երևում է, թե ինչեր է նախապատրաստում տեղանել։ Բնականաբար այս ամեն ինչը համադրելով հասկանալի է, հա, ինչ են պատրաստվում անելու, առաջիկայում էլ վարչապետ ֆեստիվալն է, վարչաֆեստիվալը, օգոստոս ամսին Սևանում տեղի է ունենալու եւ ինչ միլիոնավոր դրամներ ու դոլարներ են իրենք վատնել, արդեն համացանցում արկա են այդ տեղեկությունները եւ բնականաբար հասկանալի է, հա, թե ինչի համար է խրախճանք իրականացվում, ընտրություններից առաջ վարչապետն էր, ընտրություններից հետո էլ վարչաֆեստիվալն է։ Մարդիկ ուրախ են, երջանիկ են, որ հասել են իրենց նպատակներին, ոչինչ որ բանակում զինվորներ են մահանում խաղաղ պայմաններում, կարևորը իրենք լավ լինեն, այն որ ասում են համ չաղ լինեն, համ լավ լինեն, հիմա իրանք են, համ չաղ են, համ լավ են, համ հարուստ են։ Գնում են, որ իրենց վարչաֆեստիվալ է անեն։ Սա արդեն խոսում է երկրի ցածր վարկանիշի, բարոյական վիճակագրական ցածր տվյալների մասին։
տրամադրվելու է դրան, 24 միլիոն է հեծանվային արշավի։ Փառք ու պատիվ վարչապետին, կեցե վարչապետը, որովհետև նրա գործողություններում ակնհայտ երևում է նրա չակիչներով հայրենասիրությունը, երկրի տնտեսության, հասարակական կյանքի որակի կտրուկ անկման մասին, եւ ակնհայտ է, որ ինքը հայտնվում է խրախճանքների մեջ զուտ վայելքներ իրականացնելու, վայելելու է ամեն ինչը իր հանցավոր բանդայի հետ։ Այլ բան այստեղից այլևս հնարավոր չի սպասել։ Ով է տեսել երկրի ղեկավարը գնա նման խրախճանքների, նման բաներ կազմակերպի ու ամբողջ գումարները վատնի նման տաղտուկ բաների համար։ Այս ամեն ինչը աշխարհն է տեսնում, այս ամեն ինչի վրա աշխարհն է ծիծաղում։ Ինքը նպատակ ունի, հասնում է իր նպատակին, ընդհանրապես այդքան բան։ Եթե ինքը կարողացավ Արարատ լեռը, Մասիս սարը կարողացավ այս իրավիճակին հասնել, որ անձնագրերից դուրս բերեց, բնականաբար այստեղ ես կարծում եմ նաև որ որոշակի վտանգ կա նաև Սևանի նկատմամբ։ Աստված մի արասցե, բայց պատահական չի ընտրված վայրը, ես այդպես եմ կարծում։ Մի վերջին հարց է, մենք տեսնում ենք, որ ամբողջ իրավապահ համակարգը կենտրոնացրել են ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդկանց տերորի ենթարկելով, խոզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ, ու այս իրականության մեջ այլ ձեր խոսքում անդրադարձակ, բայց ամբողջ երկրում վխտում է ուղղակի հանցագործությունը, եւ այս իրականության մեջ նաեւ մենք տեսնում ենք ինչպես են մարդկանց ունեցածը խլում, գողանում, եւ հետո պարտորեն հայտարարում իրենց կուլակաթափության մասին, իրենց գողության մասին, եւ օրինակ այսօր Ավինյանը պարտորեն հայտարարում որ ամսի 1-ից Multi-Wellness Գայք Ծառուկյանի ընտանիքին պատկանող մարզասրահը վերանվանվելու է եւ բացվի։ Ասում սա ինչի դրսևորում է։ Սա ընդհանրապես իմ կարծիքով լկտիություն է առնվազն, որ մարդու սեփականությունը, մարդու ունեցվածքը անձեռնմխելի է, դա սահմանադրությամբ է, սահմանված, եւ նման հարձակումներ զուտ խլելու իմաստով, այո, խլել են մարդկանցից իրենց ունեցվածքը, եթե կա ապօրինի հարստանալու, ինչ որ այլ հանգամանքներ, ինչով շարունակապար զբաղված է, Աննա Վարդապետյանը ապօրինի ծագմանկույքի բռնագանձումով եւ այլն, չգիտեմ ինչերով, սա ուրիշ հարց է, սա իրավական տիրույթում կարող է լինել ինչ որտեղ։ Բայց եթե մարդը ուղակի գնում են ու մարդու ունեցվածքը սկսում են խլել տարապնույթ միջոցներով, տարապնույթ եղանակներով, ընդհանուր միջև հարձակվում են անձի կենտանիների վրա, որպեսզի նրանից մուռ հանեն, վրեժ հանեն, եւ ես շատ ներողություն եմ խնդրում այս բարիս համար, իրենց աբիժնիկությունը չափ ու սահման չունի, անսահմանափակ է, հետեւաբար ակնհայտ է, որ իրենք ցանկանում են ոչ թե միայն մարդու նկատմամբ ունեցած անձնական քինախնդրությունից, քաղաքական հաշվեհարդարից, այլ նաև դրա տակ քողարկված է անօրինական ձևով ուրիշի ունեցվածքը խլելու եղանակով հարստանալու միտում։ Բնականաբար այս ամեն ինչը մարդուն բանտել են, կալանավորել են եւ սկսել են հետապնդել նրա ունեցվածքը։ Տիգրան Ավինյանը թող մտածի այս քաղաքի աղտի ու կեղտի մասին։ Քաղաքը կեղտի մեջ կորած է, աղբանոցի է վերածվել Երևանը, վերածվել է փոքրիկ անապատի Երևանը, ծառահատումները կատարեցին, այդքան հաստապուն ծառերը վերացրեցին իրենց բերած այդ շատ ներողություն բրտի չիբուխներով, բերեցին տնկեցին այդ բրտի չիբուխները ու միտեղ ստվեր չկա, որ մարդիկ ստվերի տակ գոնե կարողանան թաքնվել, այս ամբողջ իրավիճակում մի հատ էլ կեղտի մեջ կորած է Երևանը եւ վերածվել է փոքրիկ գավառի։ Երևանը այլևս Երևան չի, ոչ մի բանով չի համապատասխանում մայրաքաղաքի իր ստատուսին։ Տիգրան Ավինյանը թող այդ մասին մտածի։ Հա ինչ խոսք, շատ են ուրախացել։ Նիկոլ Փաշինյանը ավար է գտել, իրենց բրախել է այդ ավարի մեջ, ասել են մտեք ինչ ուզում եք, որի ձեռ ինչ ընկավ, վերցրեք գնացեք։ Բա դրանով է ինքը իր թիմի պահում իր շուրջը։ Հակառակ դեպքում իր թիմակիցների մեջ ահավոր խժդժություններ կան։ Նա կարող է նրանց կապել իր կողքին միայն գումարով, պաշտպանադրումներով, այ ձեր նշած միլիոնավոր դրամներ ծախսելով, ուրախություններ ու չգիտեմ ինչ պահեշ պատճառելու այդ վայելելու այդ հնարավորությունները տալով, այլապես իրենց այլ բան չի մնացել անելու։ Մեկ էլ տեսեմ ոնց կլինի Հայաստանը հանձնեն պզնեն, սա է իրենց նպատակը։ Բայց որ իսկապես ձեր ասացի նման հանցագործները ազատության մեջ են, մարդասպանները ազատության մեջ են, սա փաստ է, բայց կալանավորված են քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար անձինք, ովքեր որևէ բան չեն կատարել, որևէ քրեաիրավական ոլորտում քրեորեն պատժելի արարք չեն կատարել։ Հիմա Աննա Վարդապետյանը զբաղված է Աննա Հակոբյանի այդ սպառնալիք զգալու գործողություններով, մինչդեռ ես հայտնեմ, որ
Իմ կյանքին իրականում ոչ թե Աննա Հակոբյանի նման ես սպառնալիք եմ զգում, իրականում իմ կյանքին վտանգ է սպառնում։ Ես նախկինում հայտնել եմ, որ եթե իմ հետ ինչ-որ բան տեղի ունեցավ, մեղադրել գլխավոր տատախազ Աննա Վարդապետյանին, եւ ինչու է վտանգ սպառնում, որովհետեւ իմ որդու սպանության պատվիրատուն ազատության մեջ է, սպանությունը անմիջականորեն կատարող հանցագործ ճիվաղները ազատության մեջ են, ոստիկանության աշխատակիցները, ովքեր ընդունել են պատվերը, ազատության մեջ են, թվով 7 անձինք, ովքեր կազմակերպել, աջակցել, պատվիրել, պատվերը ընդունել եւ սպանությունը իրականացրել, ազատության մեջ են։ Հիմա այս մարդիկ չեն ուզում դատապարտվել, չեն ուզում քրեական պատասխանատվության ենթարկվել, որտեղ իրենց քավորը Աննա Վարդապետյանն է ճակերտներով, բնականաբար իմ կյանքին վտանգ է սպառնում, եւ սա ոչ թե Աննա Հակոբյանի ասած ես վտանգ եմ զգում, զգալով չի։ Տրամաբանորեն ամեն ինչ տանում է նրան, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, որովհետև 12 տարի մարդասպանները ազատության մեջ են եւ հետապնդման մեջ են, բոլորի ուշադրությունը սևեռված ինձ վրա, ես շատ լավ զգում եմ, որ ես հետապնդման մեջ եմ, իմ կյանքին այո վտանգ է սպառնում, որովհետև մեքենայի տակ են ինձ գցել մի քանի տարի առաջ եւ մինչեւ հիմա այդ գործը կոծկված է դիտավորությամբ վախի մթնոլորտ ստեղծելու համար եւ բացի այդ Աննա Վարդապետյան, դու ծեծի հատկանիշներով ես քրեական վարույթ նախաձեռնել ամոթ քեզ, որովհետև դիտավորությամբ վրա երթի ենթարկելը բացարձակապես կապ չունի ծեծի հատկանիշներով հարուցած քո քրեական գործի հետ։ Ամոթ քեզ։ Ես ուղղակի մտածում եմ, թե Նիկոլի գնալուց հետո դու ոնց ես ապրելու այս երկրում, կամ արդյոք հնարավորություն կունենաս ապրելու։ Դա էլ հարցի մի կողմն է։ Այնպես որ մեր վիճակը շատ վատ է, հատուկ են այս հանցագործներին բրախել մեզ ջանը, իրավական դաշտը իսպար վերածված է, աշտարադատություն գոյություն չունի, ստեղ մենակ Նիկոլ, հենց ասում ես օրենք, պիտի հասկանաս Նիկոլ, Աննա Հակոբյան, սրանք ամբողջ երկիրը մխսելու են, ամբողջ գործիքակազմը իրենց ձեռքին է, պետական բոլոր ռեսուրսները իրենք օգտագործում են, ժողովրդի դեմ, մարդու կյանքի դեմ, մարդու ունեցվածքի դեմ ու առհասարակ ամբողջ երկրի դեմ, շատ վատ է մեր վիճակը։ Ամփոփելով իմ խոսքը եւս մեկ անգամ հավելեմ, որ եթե մենք այսպես նստենք ու մնանք ու պարզապես բարձրաձայնենք, որևէ արդյունքի մենք չենք հասնելու։ Անկամ ընդդիմությունը, եթե շարունակի նույն տենդենսով ԱԺ-ում իրենց ինտիմատիր աթոռները զբաղեցնել ու այսպես հակադարձել պարզապես լեզվակռվի մեջ լինել, մենք որևէ արդյունքի դրանով չենք հասնի։ Ընդդիմությունը պետք է գտնի լծակներ իշխանությանը զսպելու, իշխանության վրա հակազդելու եւ մեր երկիրը որոշակի բալանսի բերելու համար։ Սա է ամբողջ խնդիրը։ Այլապես մենք բոլորս կուլ կգնանք թե պատերազմական հանցագործությունների, թե երկրի ղեկավարի կողմից նախաձեռնվող հանցագործությունների եւ թե ընդհանուր առմամբ երկրի ներսում տիրող այս հանցավոր իրավիճակին։ Ես եմ շնորհակալ։